աղոթները ովքեր անցնում դառնում են մեղրի քաղաքով դրանք էլ արդեն ուղիղ եթերի ժամանակ թո սպասեն մինչև իրանց հերթը կանցնի հարգարժան հյուրեր խնդրում եմ անցեք ստол накрыт это քրիստիկան ռուզիկան խմորեղենի դեսերտնի կոնֆետնի խմիչքնի սաղ դրել են հատուկ ձեր համար կերեք խմեք հատուկ ընտրել ենք բանը մերձ արևադարձային պտուղներ մանդալին պոպոկ պնդուկ անանաս կիվի տենեմ ես ինչ բաներ ա դրած այդ ամենը դեսերտով սիրուն արե դրելա էտա խոհանոցի հրաշք ռուզիկն տեսեք ինչ բարձր ճաշակ այդ բոլոր հյուրասիրությունը ձեզ համար է գագո մեղրն էլ հենց գա մեղրն էլ կտաս ընդեղ ուղարկի այդ սեղանի շուրջ դրեք հաճելի երաժշտություն կարա հնչի Թաթա Սիմոնյան այդ ամենը դրեք մինչև ձեր հերթը կհասնի Սա սիմյավ զբոր է սկսենք բողոքնի սկսենք Մասիսի պոլիկլինիկայից Ուլա Դավիթ դեսերտը կեչ ու լսի Ուրեմն ահազանգում են մանկավարժները որոնք որ պիտի հանեն սանիտարական գրքույկ բնականաբար ուսուցիչ են մանկավարժ են պիտի աշխատեն դրանց անհրաժեշտ է սանիտարական գրքույկ ահազանգում են ասում են պարոն Ղուկասյան բոլոր քաղաքապետարան բոլոր բանը պոլիկլինիկաներում սան գրքույկները անվճար են ես չգիտեմ անվճար չէ ես հիմք եմ ընդունում ահազանգը սակայն Մասիսի պոլիկլինիկան սան գրքույկի համար պահանջում է 10,000 դրամ հիմա այս պահի դրությամբ մենք չենք կարող զանգել Մասիսի պոլիկլինիկա որ հարց տանք տնօրենին դու 10,000 դրամ ուզում ես այդ ինչ գումարախ ես ուզում եւ այլն բայց ահազանգը կա Ես հույս ունեմ, որ Մասիսի քաղաքապետ էտա դավոյ այսօր խոսա պոլիկլինիկայի չնայած նայմա հիմա տնօրենի հետ հասկանալու համար այդ ինչ փող են ուզում, բայց Երևանն է խոսում ծրագրի շրջանակներում մենք անպայման կզանգարենք Մասիսի պոլիկլինիկա մեկնաբանություն ստանալու տրամաբանությամբ։ Ինչա Հա, խմորեղեն էլ, իհարկե, խմորեղեն էլ, մորի, հոշ, մոն, ինչ կա չկա, մեր հյուրերի սեղանի դրեք, ես հետո կասեմ, թե ինչի բանը մերձարևադարձային պտուղնի, բան, դրեք, ինքը սիրում է, բանան առավել ևս։ Ես համոզված լինեմ, որ Մասիսի պոլիկլինիկայի ադմինիստրացիան ինձ լսեց առավել ևս մեր հարգարժան Տիկին Արուսի որդի Դավիթը, զբաղվի Դավիթ։ Անցնենք առաջ Ստեղ բողոքնի Նայրի ինշուրանս Լովիկ Ուրեմն ահազանգել մի քաղաքացի ցավոք սրտի նամակների տեղատարափի մեջ ես անազգանունը չհանեցի բայց ինչ ահազանգում ասում պարոն Ղուկասյան արել ենք Նայրի ինշուրանսով տուրիստական բժշկական ապահովագրություն գնացել ենք հետա Եվրոպայ ընկել ենք փորձանքի մեջ բժշկական ապահովագրություն ծախսեր եւ այլն ծախսերը հոգացել ենք զանգել ենք ինշուրանսին ասել ենք Տիրուն ասել դուք հոգացեք կգաք փողերը կտանք մենք հոգացել ենք 3000 դոլի 4000 եվրո ծախսվել է այս տիկնոջ առողջության հետ կապված ծախսերա բրծերա հետա եկել եւ ինչ եւ ոչինչ քո Նայրի ինշուրանսը մինչեւ այսօր հրաժարվում է տուրիստական ապահովագրության գումարը հետ տալ Տիկին էլ ասում է ես խնդրում եմ որ դուք եթերի ժամանակ բարձրաձայնեք ահազանգեք որպեսզի մեր հայրենակիցները ովքեր պատրաստում են մեկնել Եվրոպա Նայրի ինշուրանսով բժշկական ապահովագրություն չանել բայց մենք որքանով գիտենք Նայրի ինշուրանսը պատկանում է քեզ մուսկուլավոր տղա հիմա դու ազգային ժողովի պատգամավոր ես պատկանում է ձեր ընտանիքին Ես ուզում եմ հասկանամ դու ինչ դեմքով ես պատրաստում մտնել քաղաքական այս քարոզարշավ ընտրություններ ընտրաշավի մեջ եւ այլն երբ որ քո կոմպանիան կցմա ժողովրդին հերդ կցմա դու կցմես կնիկդ կցմա այն ինչեր են զարթերը որ գնաց նու բանը կնիկն էլ բան արեց Արտակ Գալստյան Գնաց խալխի արած դրած վեկալավ դրեց պրոգոմեշ ասեց արավ նկարվեց ասեց էդի ես եմ այդ զարթերի հեղինակը արեստանոցը խալխի բանի վրա եկան կայնան հիմա բանը ձեր ընտանիքն է ձեր բանը սեմեյստվան է ես ուզում եմ հասկանամ
դու տեղյակ ես, որ քո նայրի ինշուրանսը, իհարկե տեղյակ ես, որ էշագանջում քնած չես։ Ժողովրդին խափում գցում, ինչի՞ ես ուզում քո նայրի ինշուրանսի ղեկավար կազմին, այդ քո գեղեցիկ կուբիկներով մարմնով ծծցնես։ Դու չես ըթմ գյոթի լովիկ։ Ինչի՞։ Դե ինչի՞ հարց եք տալի, ինչի գլուխդ կախիչ։ Ինձ հետաքրքիր է, ինչի՞ չես ըթմ, սիրուն սիմպատիչնի տղա ես։ Հիմա ուզում ես ասես, ոչ բոզ ես ըթմ, ոչ գյոթ ես ըթմ, հա, սիրուշին առեկայնել ես։ Մեզ սիրուշ, մե դլո ու վերջ։ Չդավաճաննու։ Ինչի՞։ Ատեն ոնց հա կպատայի քո կնիկ մենակով գեթ ախասի Նյու Յորք 5 օր, ինչ ան չգիտեմ։ Բայց դու ատենց հավատարի մնացել ես։ 5 օր ասեք էրեկցիա մոտը տլեմ, ուզում ես, ինչ որ մի բան ուզում ես, օտար մարմին ես ուզում, ինձ հետաքրքիր է ինչ ես անում։ Հələ մի հատ ասա, օրինակ գագոն որ օտար մարմին ա ուզում, ճտստամա մոտը բերեմ են։ Всё, ճիշտ է, խոսա տղա։ Դու որ օտար մարմին ես ուզում, ինչ ես անում, լովիկ։ Մենակ չասես Կովկասյան սպորտ, այդ բառը մենակ չասես, չիմ հավատում։ Չիմ հավատում, որ պիտի գնաս մտնես տուալետ, դու քո մարմնին նայես եւ ինքնաբավարարվես։ Մի բանով զբաղվում ես, չէ։ Այ մեծ հետաքրքիր է, ուր ես ըթմ, налево, թե направо։ Աբաս, ասենց համես տղա, տես, չի կարամ անգամ, աչքերը կախել է։ Գագոնայի։ Ռոբերտ Քոշյա, ինչ ուզում ես ասա, ոնց ուզում ես ասա, վատնա, թարախա, թույնա, մարդասպանա, բայց ինչ գյոզալ երեխայա դաստիարակ է, եկա 40 տարեկան տղայա, հարց ես տալեմ աշկերը կախմո, բայց քոնը անդաստիարակ վիժվածք, գադազենք է ժողովրդի ճանին, միլիոն ալի խրոզա ուզում լսի, զենքով, եկա տղայա, կարա հանգիստ ասեթեմ են բոզի, ինչ ակու ասաց դու, բայց չի ասեմ, ազնվը մա, գլուխը կախելա, այս համար է տողն ես հարգում եմ, ապրի բելան, մարդա դաստիրակ է, բայց դե մենք հասկանում ենք, որ ոնց ուզում է չլնի, էլի հորգենը մեջը ֆռմա, ու սենց համեստ, խելո, կուլտուրական մատը տանես, բերենի մետ ասենց, կուլ, խաղցնես չի կծի, չասի են կոմտար, ու ես խելոք համեստ տղեն կարմա, Նիկոլ ծծցնի, ու Նիկոլն էլ չասում տղա ջան, կարող է մի հատ երկուսով գնանք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքի հանգստի սենյակ, մի հատ հələ իար մոտիկից զգանք, չի կա, էնի վաբշե պալաս բոզի տղայա, բանից է խոսում սուվերենիտետ, էտես կուլտուրական բաներ, անկախություն, եւ այլն, բայց Ադրբեջան, Ալիևն ասում է սահմանադրությունը պիտի փոխես, կնգած ծծցնեմ, ես արդեն էլ ասում եմ, ես սահմանադրություն փոխեմ, դու պատկերացնում ես Աբբաս Լովիկը կարմերավ ջերմուկ լիմոնով լից տուր թոխմի մեջի բուղը դուրս գա Զբաղվի նայրի ինշուրանսով էդ լովիկ օգտա հակացը տրուսիկը դիր ղեկավար կազմի դեմ նասա շնչեք նյուխած Իմիջալոց հաճելի նորություն